բան կարամ ասեմ, մամ ջան, ես նենց քեզանից հենց նոր նեղացա։ Ինչի անուշուս։ Որովհետև իմ նման աղջկան թողած, այն գժին ես ուզում երկրորդ անգամ ամուսնացնել։ Մոնիկա, քո հարցը հեշտ է։ Հա, շատ հեշտ է, դրա համար եմ մինչև հիմա կողքդ։ Քեզ արժանի չկա սիրունս։ Հա, այդ ինձ չկա արժանին, այդ գժին կա, հա։ Այն մեկին էինք հազիվ գտել, երկրորդին ոնց ես գտնում։ Հերիք չի գիժեր, հիմա էլ ամուսնացած է եղել։ Պա, թե չէ հետո իմացա, որ մեր աղջիկը պսակվեց, մարդ էլ խաբար չեղավ։ Համ էլ հիմա տենց է, չէ։ Ամուսնացած բաժանվածների բախտը ավելի է բերում։ Նենց մարդկանց են կպցնում, մարդ զարմանում է։ Երևի ամուսնանում բաժանվում են, թանկանում են։ Չգիտեմ։ Իմ կյանք, իմ սեր, ես համաձայն եմ քեզ հեռվից սիրել, ես համաձայն եմ քեզ նաև ուրիշի կողքին տեսնել, մենակ թե դու ապրես, մենակ թե ես քեզ ամեն օր տեսնեմ։ Մեռած ես դուրս գալու։ Ձենդ կտրի ու բաց թող ինձ։ Նրանց էլ ես քո քաշվածն եմ։ Այ հիմա դու իմ քաշվածն ես լինելու։ Հետում եք մեր ձգնոր սաղպորտունը լավ տեղավորվում եք։ Կարող են կարծելի Լև Սեթրակիչին հանդիպենք։ Հա, բա, Լև Սեթրակիչներ ուրիշ բան ու գործ չունի, սաղորեցման մի հատ ընդ մեր քյաչար ձգնոր սաղպոր հետ սուրճ ա խմում, նոր հետում ա գլուխը դնում ա բարձի։ Պիտի հետևենք հետո։ Իմ կարծիքով այդ տանը աղջիկ էլ պետք է լինի։ Կհամոզվեք, որ աղջիկը տանն ա, երկուսին կառնեք գցեք մեքենան ու կտանեք ընդեղ, որտեղ որ տանում եք մարդկանց պատժելու։ Ոնց ասեք։ Ոչ մեկին մատով չեք կպնում, միջև չգամ չտեսնեմ։ Մաքուր գործ եք անում։ Հետևներս այդ կեղտեղավ պատասխան եք տալու։ Լավ, եղավ։ Էս ինչ մեքենա է, Ես են մեքենան աղջիկ ջան, որով պետք է գնանք Սևան, որտեղ մեր մեքենան չի աշխատում, խոդի չընկավ։ իսկ որտեղից, ումն է, Վարձել եմ։ ու ոնց ես վարձել, 5 ձուկ ծախելով, ոնց որ շատ ճոխ չենք ապրում մենք, պապ, Աղջիկ ջան, իսկ դու միշտ դժգո ու հարց տվողի դերում ես։ կարող ես սխալ հարցեր եմ տալիս, քեզ փող որտեղից, ոնց որ մենք ընենց լավ էլ ապրում ենք ու փողից հետ չենք նեղվում, չէ, Որ նեղվենք, կասեմ քեզ բալից։ չես պատասխանում, դե ոնց կուզես, մեկա դու միշտ անում ես ընես, ոնց որ քեզ ա պետք, միշտ խուսափում ես այն բոլոր հարցերից, որոնց պատասխանել ուղղակի չես ուզում, Այդ փոխանակ այդքան հարցեր տաս։ Գնա, պատրաստվի, որ գնանք Սևան։ ինչի համար, այդ ինչի որոշեցիր նորից Սևան գնալ, Որովհետև մեր տեղը Սևանում է, աղջիկ ջան, ոչ թե այստեղ։ խաբում ես, ինձ ճիշտ պատճառն ա պետք, դու եկել ես տեղ իբր թե գորը սպանողին գտնելու, հետո գտար, հիմա էլ նորից վերադառնում ես Սևան, Ես քեզ խնդրում եմ, ինձ մի հիշացրու, որ իմ որդուն սպանել են։ Պապա, ես վստահ եմ, որ դու չես մոռացել այդ մասին, բայց թե ինչ ես ուզում գնալ Սևան, սպասում եմ, որ ասես, Արդեն ասեցի, մեր տեղը այնտեղ է։ Ունեցա, որ դու ստեղ մնալու համար ավելի լավ պայմաններ ունես, տուն ունես, աշխատանք, որի փողով անգամ մեքենա ես վարձում, հելետես արդեն ինչ մեքենայով պիտի ման գանք, Այո, այդպես է։ լավ, Եթե ինչ-որ բան ունես վերցնելու, վերցրա, որպեսզի ճանապարհ ընկնենք։ չեմ գալիս ես, պապա, Ուրեմն հորդ թողնում ես մենակ։ պապա, ես քեզ հետ չեմ կարող գամ Սևան, երբ Վլադը հիվանդանոցում ա, ու վիճակն էլ վատ ա, անկայուն ա, Դու նախընտրում ես մնալ իր հետ ու ինձ մենակ թողնել։ չէ, պապա, ես քեզ առաջարկում եմ մնալ Երևանում, ու ինձ ասել Սևան գնալու պատճառը, բայց ոնց հասկանում եմ դու չես ուզում ասես,
Ես էլ չեմ հասկանում, թե դու ինչի ես ուզում գնալ։ Դու երևի մոռանում ես, որ մենք այնտեղ նույնիսկ մնալու տեղ չունենք։ Աղջիկ ջան, դու մի անհանգստացի։ Դու անպայման գալու ես ինձ հետ Սևան։ Իսկ մնացած հարցերը ես կհոգամ այնտեղ։ Դե հա։ Դե զգում եմ, որ մենք փողի խնդրեմ ընդհանրապես չունենք։ Ոնց ուզում ապրում ենք։ Դու մի փորձ ինձ ունից անել, հա։ Ու ասեմ ժամանակ չկա, պետք է արագացնենք, շարժվենք։ Ես չեմ գալիս, որովհետև չգիտեմ, թե ինչի համար է այս ամենը։ Ու ես զգում եմ, որ դու ինձ խաբում ես։ Հա, խաբում եմ։ Ուրեմն ճիշտ ասա։ Ասեմ։ Մենք վտանգի մեջ ենք։ Ինչ վտանգ։ Այդ մեկը ես քեզ ասել չեմ կարող։ Գորի հետ է կապված։ Ոչ։ Անցյալիդ հետ։ Հա։ Ու հարցրել մի տուր, որտեվ ես իմ բերանել չեմ բացի։ Դե դու միշտ փակ ես փայլ քո անցյալը։ Հիմա էլ տենց պինդ, թակում, պահի։ Մեկ այդ չի խանգարի, որ ես քեզ հետ ստիպված գամ։ Հիմի գալիս ես, թե չես գալիս։ Գալիս եմ։ Ոնց կարամ չգամ, եթե ասում ես, որ դու վտանգի մեջ ես։ Մենակ ես չէ։ Դու էլ ես վտանգի մեջ։ Որովհետև իմ աղջիկն ես։ Ինչ լավ է, որ դու ինձ քո աղջիկն ես համարում։ Հիմի գալիս ես գնանք Սևան։ Թե մնում ես, որ հետևես այն յադին ինչ ալնելու, մեռնում է, ապրում է։ Տենց մի ասա։ Արժանի այնի։ Քեզ խաբելու համար արժանի է դրան։ Արժանիա որ ապրի, բաբ։ Իսկ դու։ Իսկ ես կգամ քեզ հետ։ Որտեղ դու, այնտեղ էլ ես։ Վերենգի։ Լավ տղա չես դաստիարակել։ Ասել ես արդեն, ու շատ անգամ։ Բայց չեմ ասել, որ մարդասպան լակոտ ես մեծացրել։ Ինձ համար դա էլ էր նորություն։ Պապ, ես մտածեցի հոպարի դուրը կգա իմ արածը։ Ինչի արա, կարող է պապատ ասելա, որ հոպարդ վաստակավոր մարդասպան է։ Նորեկներին էլ սրտաբաց ու գրկաբաց է ընդունում։ Ետ ինչ ես արել այդ տղա։ Էլ ձևեր մի թափի, դու շատ լավ գիտես ինչ է արել։ Ցավը տանեմ, հաստատ չգիտեմ ինչ արել ապեր։ Բաց բերանը տարա։ Պապ, հոպարին էջ դուր չեկավ։ Իմ են Սևանցուն վարի տալը։ Ձենդ։ Այսպես տխմար մենակ դու կարող էիր մեծացնել։ Ցավը տանեմ, ես չգիտեմ այս տխմարը ինչ ասել, ինչ գլուխ է գովացել, բայց ապեր ջան, ցավը տանեմ, ինքը այդ տղուն դիտավորյալ չի սպանել, պատահական է եղել։ Համել հոպար ջան, որ ես դրան վարի չտայի, Կարմենչոյի հարսանիքը հարամ կլիներ։ Ռադացաշի։ Տարար քեզ, մնացածը պապայիդ հետ։ Եթե մի անգամ էլ ձեռքերդ հասանի ինձ, ես քեզ շանս սատակ կանեմ, հասկացար։ Ում ինձ։ Համա փողոցայինն ես, հա։ Հերիքա կեղտոտ բերանդ բացես։ Բայց շատ գժոտն ես, չգիտեի։ Իմացի ես քեզնից գիժ եմ ու իմ արածների համար պատասխան չեմ տալիս։ Վլադին մոտենալու համար դու պատասխան ես տալու։ Ես եկել եմ իմ տղային տեսնելու։ Այ քեզ բան, դրա համար էլ երևի պիտի պատասխան տամ, հա։ Չհասկացա։ Աղ չհասկացար։ Բան չկա, շուտով կհասկանաս ու ես դա կանեմ քո ձևով։ Անդրամադիր ես մոնի։ Անտրամադիր, մամա գժված եմ, ներվայնացած եմ, չգիտեմ ինչ եմ։ Այդ քրչոտ-փրչոտի պատճառով։ Աղջ այդ քրչոտ-փրչոտն ով էր։ Հոպարի ընջահել ընկերը։ Գիտես չէ, մոտեցա բարևեցի, արհամարեց ինձ։ Դու պատկերացնում ես, որ մեկը մոնին արհամարի։
Այսինքն ինչ մամա մտածում ես? Այսինքն տենց բան կարա լինի։ Ինչի չի եղել։ Կարմեն սիտա։ Որ գնաց այդ կիժը։ Կարող է իմանաք ուրա ձեր խել առաղջիկը։ Կարոտել ես։ Ինչ։ Եկել ես ինչ-որ բան ասելու։ Հա, եկել եմ ասեմ, որ Գնա բան մի ասա։ չէ բաբա, պետք է ասեմ, քո աչքերը պետք է բացվեն այսօրվանից։ Դու պետք է իմանաս, թե ինչ արել քո կինը։ Կարմեն, իմ տղեն այն գիտակից հիվանդանոցում պարկած է, ու դու եկել ես ինչ-որ անիմաստ բաներ ես ասում։ Գնա ինձ ուղտեղ մի ներվայնացրու։ Պապա հերիք է աստվածացնես քո անբարոյականին։ Դուրս արի, բերանդ ավել պակաս մի բաց։ Անես չանես, որ ես էլ հունից դուրս գա։ Իսկականից որ Վլադիկս ոնց որ թռած լինի փախազանդանից։ Քո դարդիցով կմնա տանը, թե որ խեղճին ստիպեցին գալ հետևիցդ քեզ ես տուն բերել, հավատացիր, որ լրջով սիրում ա քեզ։ Ինձ չի սիրում, տուն չի գալիս, համաձայն եմ։ Ես դրանից տանջվում եմ, բայց հետաքրքիր է, դու ինչի ես ինձնից շատ տանջվում։ Այ դրանից էլ կշվում եմ, որ քո պատճառով ես իմ Վլադից եմ զրկվում։ Չես տեսնում ու չես կարողանում չէ վզովն ընկնել։ Ինձ ու Վլադին գիրքն ա կապում, սերը, մենք կշվում ենք իրար համար։ Ինքը ինձ հետ խղճահարությունից ելնելով չի, ոնց որ քեզ հետ։ Բա ինչի իր հետ չամուսնացար այլ պապաշային ընտրեցիր։ Շատ է։ Չէ, պապ, դու լսի, որ պատկերացում կազմես կնոջդ մասին։ Դուրս արի ասում եմ։ Հեռախոսը թող ստեղ։ Ինչի։ Տենց է պետք։ Իր սեղանին ու գնա։ Ստեղա։ Ով։ Վլադի մոտ բռնացրեցի։ Իսկականից որ Վլադիկս ոնց որ թռած լինի փախազանդանից։ Քո դարդիցով կմնա տանը, թե որ խեղճին ստիպեցին գալ հետևիցդ քեզ ես տուն բերել, հավատացիր, որ լրջով սիրում ա քեզ։ Ինձ չի սիրում, տուն չի գալիս, համաձայն եմ։ Ես դրանից տանջվում եմ, բայց հետաքրքիր է, դու ինչի ես ինձնից շատ տանջվում։ Այ դրանից էլ կշվում եմ, որ քո պատճառով ես իմ Վլադից եմ զրկվում։ Երեխուն գիտես ինչ ծեծ եմ տվել։ Շունելներ տեղը վնգստալով սատկել էր, բայց դե
Իմ թվացեցից հոն Սևանցու լակոտը չէր սաղանալու։ Հա, հեչ։ Կատվից զակեր սատկացրիկ գնացել է։ Դե հիմա ոչ եմ տալու երեխու սպանեն։ Նա այն աղջկա աղբերն է, ում հետ պես հետ դավաճանել է աղջկատ։ Հա, ու դրա համար էլ այսօր այդ խելոք պես չկռում է հիվանդանոցում։ Այ եթե տղետ փեսուց սատկացրածել էր, ես դա կընդունեի, մի կերպ կհասկանայի, բայց անմեղ մարդու արյուն է թափել։ Ես թվին անմեղ մարդ չկա։ Իը, բա դու ինչ ես։ Հա, ապեր, ես Աստծու գառն եմ։ Իմ միակ մեղքը այդ դատավորի ընտանիքի սպանությունն էր։ Ու այն էլ ասեմ, որ մեծ մեղք չէր, որովհետև երեխուն ես սաղ եմ թողել։ Իսկ դատավորին պատժել եմ, որովհետև ինքը քեզ տարավ ինձանից քո համար, որովհետև քեզ տարավ ինձանից ինքը։ Դու ինձ համար ամենաթանկ մարդն ես այս աշխարհում, իմ ծնողներից հետո իհարկե։ Ու ես կատաղած էի, ամբողջ աշխարհի դեմ էի հելել։ Ինչ ես կիսատ պռատ թողնում գործերդ։ Պատահում է։ Իսկ կարող է ուզում ես հիմա սխալը ուղղած լինես։ Դու ինչ էիր անում այնտեղ, որտեղ որ իմ մարդիկ եկել էին, գումար տալու արամիկիցս տուժած մարդուն։ Ես օրվա ընթացքում որտեղ ասես լինում եմ։ Ես ձեր բանանին տեղ ազատվեց կանգնեցրի։ Ապրես։ Բայց ես շատ է։ Փոշնի է սա։ Ապրես, գնա ապր։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչ է պետք։ Ես ինչ չճանաչելու եք տալիս։ Ալիկ, ճանաչում ես երեխուն։ Պապիս կարող է չի գնանք։ Չես ուզում գալ։ Եթե դու գնաս, ես քեզ մենակ չեմ թողնի։ Ես գնում եմ աղջիկ ջան, արդեն որոշված է։ Ժանոից կիմանամ Վլադը ոնց է։ Գնացին։ Գնացինք։ Մարթա, ես որ քո տեղը լինեի, կգնայի այրոպորտ ու այնպիսի մի հեռու տեղ կթռնեի, որ Ադամ պապան ուղակի հավես չէր ունենա քեզ հասնել։ Ինչ ես արել, ուր էիր։ Այդ դու քեզ ուտի դոս կեսուր ես զգում, հա։ Կարմուլ։
Քույրիկս, ինչի քեզ սենց ուրախ տեսնում, կարող է Վլադիկը կոմայից դուրս է եկել։ Լավ կանես գնաս ամուսնուդ մոտ, ինքը քեզ է սպասում։ Ինչ ես արել։ Մամա չեք ուզում բուֆետ իջնեք։ Ուզում եմ։ Ինչ բուֆետ, Կարմին Սիտա, հիմա ստեղ նենց ախվատվոյիշի բանա լինելու։ Ադամ կամքս։ Այ կտեսնես Վլադը լավ է լինելու, ես հավատում եմ։ Ոտքի կկանգնի, ուզում եմ, որ դու էլ հավատաս, որովհետև ինքը շատ ուժեղ է, քեզ նման։ Անցի աշխատասենյակս։ Կարմենսիտը, այստեղ բան կա, որ մենք պետք է իմանանք։ Ադամ Գյորգիչը այսօրվանից ազատ է։ Ինքը հեսա մարդային ուղակի դուրս կշպրտի կամ ուղակի կսպանի։ Ինտերեսնա։ Կյանքս, ախր դու ոնց կարաս հավատաս այդ գժին։ Ինքը բացի այն, որ գիժա, համել աչքով աչք տեսնել չի ուզում ինձ, ու դրա վառապացույցը ինձ գցելն էր։ Ես ընդամենը մի օրով պիտի վարձեի, օգտագործեի ու դուրս շպրտեի։ Ես ոնց ես խոսում հետս։ Ես հարգանք եմ պահանջում։ Հարգանք ես պահանջում։ Իմ ամենամեծ սխալն էր, որ առաջի օրվանից քեզ չճանաչեցի ու այնքան հարգեցի, որ տարա տուն, իմ տուն։ Ադամ, ախր մեծ մեղքը հավատարա դրան, որ ես կարամ Վլադիկի հետ, ախր ինքը ինձ եղբոր պես է։ Ձենդ կտրի քանի չեմ խեղդել։ Ավելի լավ լսես, ու ռադդ քաշես։ Փախած Ադամից։ Քո դարդիցով կմնա տանը, թե որ խեղճին ստիպեցին գալ հետևից հետ քեզ ես տուն բերել, հավատացիր, որ լրջով սիրում եմ։ Սուտա ու սարքած։ Այդ գիժը ուզում է բաժանի մեզ հաստատ։ Փողոցային, ու ես ամբողջ ժամանակ ծիծաղվել ես վրաս, իմ վրա։ Ադամ, ես քեզ սիրում եմ։ Եթե ինձ չես հավատում, խնդրում եմ, սպասի մինչև Վլադը կլավանա ու քեզ ամեն ինչ կապացուցի, ու կասի, որ մեր միջև Որ վերադարձա տուն, քեզ ընտեղ չտեսնեմ, թե չկսպանեմ, այդ մեկը խոստանում եմ քեզ։ Հա բարես գնա, ես կմոտենամ, մի խանգարինես։ Ես քեզ բան ունեմ ասելու։ Հա, կասես, գնա սպասի, ես կմոտենամ։ Ալիկ, տես երեխեն ինչ է ասում։ Տղա ջան, ինչ է պետք է Ալիկից։ Լավա միացրեցիր հեռախոսդ։ Ինչ ես անում։ Կարելի այդ տղա քիչ խոսա։ Ինձ ասում ես տուն եմ գնում, բայց չես գնում։ Այդ խափում ես ինձ։ Հիվանդանոց էի գնացել, ուզում էի տեսնել զողս ոնց է։ Նա զոհ չի։ Իսկ դու ինչ-որ բան անելուց առաջ կարող ես ինձ մի հատ հարցնել։ Հեչ պետք չէր, որ դու գնայիր հիվանդանոց։ Պետք էր, ու գնալուց համար ոչ է փոշմանել։ Կրակն ընկանք, մի անգամ խոսիցը դուրս չեկանք։ Հիմա ամեն անգամ հանդիպելուց մոտենաս։ Իմացիր, որ ես ու մերս երկրից չենք գնալու։ Խաբարը մեր հետ արդեն հասցրել։ Դու արխային գնա։ Ու մեզ քեզնից փողել պետք չի։ Շատ լավ։ Հետեր նկատի կունենամ։ Իսկ հիմա գնա։ Գնա։ Ինչ եղավ են երեխեն։ Գնաց։ Ով է։ Ինչ անտեր երեխա է։ Մեկ փող եմ տալիս սոված չմնա։ Իե, այդ բարեգործություն էլ ես անում։ Բա չէ, մենակ դատավոր ենք սպանում։ Քեզ համար եմ վախենում, մի քիչ էլ ինձ համար, որ ճշմարտությունը չիմանաս, թե չէ քեզ էլ
Քեզ էլ կկորցնեմ, իմ աղջիկ։ Դու քնի աղջիկ ջան։ Ժանոնը, պատասխանեմ թող չան հանգստանամ։ Ալո։ Գնաց էիր։ Չէ, Խոսացիր պապայիդ հետ։ Ինչ եք որոշը Սևան վերադառնալ։ ճանապարհին ենք։ Գնում ենք արդեն։ Պետք չի շատ բան ասել։ Բա որ գնում էիր, ինչ չզանգեցիր, մի բերան ասեիր։ Դե հիմա եմ ասում։ Ինչ տարբերություն։ Տարբերությունն ինձ համար շատ է։ Դե կապի մեջ կլինենք։ Բարի գիշեր։ Դու տենց մի վրաց հաջողարա ինձ։ Հենց եմ զանգելու, որ հասնեք, զանգեմ տնան ոնց եք հասել տեղ։ Անջատի։ Պապ, հույս ունենամ, որ կգա մի ժամանակ, որ դու ինձ հետ կանկեղծանաս ու կպատմես, թե ինչի ենք մենք փախչում, կամ էլ ումից ենք փախչում։ Լավ հավեսով քնած էիր։ Թե ինչ է լագոտը զանգեց քունդ հարամարեց։ Մի բան գցի վրա չմրսես։ Հա էլի, հավեսով քնել էի, կարևորը քեզ շատ հարցեր չէի տալիս, հա պապ։ Ես մաշնեն մի քանի բան մաշկոսին գավարձել։ Կարող է փոչիս է կպած, խաբարություն չկա վերես։ Տեսար ինչ հեշտ ու անցավ կատարվեց քո հեռացումն Ադամ Գեորգիչի տանից։ Եթե սա քեզ կհանգստացնի, մի անգամ էլ կարող ես ապտակել, որովհետև ես հաճույք եմ ստանում քեզ հենց գժված տեսնելուց։ Իմացի, որ դու սա չես մարսելու։ Համարենք, որ արդեն մարսել եմ։ Սխալ հաշվարկներ ես արել, աղջիկ ջան։ Ես շատ արագ կհայտնվեմ նորից այդ տանը։ Հասկացար։ Չեմ կարծում, որ պապան այդքան ներողամիտ կգտնվի։ Դու չես էլ հասցնի վայելել ուրախությունդ, երբ ես նորից կհայտնվեմ այդ տանը, հասկացար։ Ախր դու մենակ խոսում ես, իսկ ես եւ խոսում եմ, եւ գործում եմ։ Ասացի ռադ կանեմ քեզ այդ տնից, ռադ արեցի։ Նենց որ եթե ես փոքրիկ գլխիդ մեջ մի փոքր խելք կա, լավ կանես էլ չհայտնվես իմ տարածքում, թե չէ ընենց կանցնեմ քո վրայով։ Տեսնենք, ով ում վրայով կանցնի։ Քեն ես քշում հետս։ Չէ։ Չնայած արժեր խաբելուդ համար։ Բայց դու են տղեն չես, որ նստես տանը ու տեղեկություն չստանաս արածիդ վերաբերյալ։ Ես ավելի շատ Ադոնայի համար գնացի։ Իրան էլ էիր տարել։ Ոնց էր այդ փեսա կոչվածը։ Կիսամեր։ Կամ կմեռնի, կամ կապրի։ Մեռնելու հակառակը ապրելն է։ Չգիտեմ էլ հետս ինչ արնելու, որ էդի մեռավ։ Ոչ մի բան էլ չի լինի քեզ հետ։ Ոչ ոք ռիսկ չի անի քեզ ինչ-որ բան ասի։ Այդ ես ով դարա, որ ոչ մեկ էլ ռիսկ չի անի ինձ բան ասի։ Ես այդ սաղ բազարն ինձ վրա կվերցնեմ։ Դու կարող ես հանգիստ լինել։ Քեզ ինչ-որ բան ասողը նշանակում է ինձ հետ գործ կունենա։ Են ասա, քեզ եմ գցել էլի կեղտի մեջ։ Ես Ադամի պես կեղտից չեմ վախենում։ Նորմալ է։ Մանավանդ որ հին հաշիվներ ունեմ հետը մաքրելու։ Եվ կարող է ես պատասխան չտամ իմ արածի համար։
Բայց խիղճս։ Խիղճս ինձ հանգիստ չի տալի։ Թե ավելի շատ այդ մանկության ընկերուհուդ չես ուզում նեղացնել։ Այդ էլ կա։ Լսի, այդ աղջիկը ում հետ է ապրում։ Հերացունը։ Հասկացանք հերացու, եթե հերացուն ընտանիք չունի։ Ինձ մարդը մի հատ տղա է ունեցել, մենել ես վերջերս ինչ-որ մահացել է, ինչը։ Ինչից։ Խեղդվել է, տոլի սպանել են։ Խառը պատմություն է, դաժե իրանք միջև վերջ կուրսի չեն։ Քանի անգամ ես ինձ զգուշացրել, ինչքան ես ասել, որ Մարթան այն կինը չի, ով կարող է լինել իմ կյանքում, բայց ես չէի լսում, չէի հավատում, չէի ուզում հավատալ, ու հիմա էլ չեմ ուզում հավատալ, որ դու ես ինձ դավաճանել, որ իմ քթի տակ կապ ես ունեցել իմ կնոջ հետ, նույնիսկ ամաչում եմ նրան իմ կինը կոչել։ Ես քո դավաճանությունը չեմ դիմանա, քո դավաճանությունը ես չլների։ Մարթան ինձ համար հիմա ոչ մի բան է, բայց դու իմ տղեն ես, իմ արյունը։ Վլադ, տղես, խոսի, մի բան ասա, Վլադ, Վլադ։ Բոժը մոյ, ես ինչեր է կատարվում, բոլորն են փչացել։ Պարզ չէր, թե այդ փչացածը ինչի էր Ադամի հետ ամուսնացել։ Փողերի համար։ Հա, բա փողերի մամա ջան, փողերի համար հոր հետ ամուսնացա, Վլադիկիս էլ ուզում էր իր մոտ իր հաճույքների համար պահեր։ Վայ, բայց կարելի է всемирный խայտարակ անել։ Կարմոլ, բայց գիտես չէ, այդ հարցը ինձ ոնց է հետաքրքրում։ Ինձ մի հատ ճիշտն ասա, Վլադիկը все-таки դրան մերժել է, թե ինչ-որ ռոման են ունեցել։ Լսի, դու գիժ ես։ Իմ ամուսինը մենակ ինձ ա սիրում ու բնականաբար մերժել է իրան։ Հետո ինձ են գիժ ասում։ Ոյ, մենակ սրանք էին ես պակասում։ Գալիս է, արի կանգնի։ Վայլով հասկացանք։ Ցավակցում եմ Կարմեն Զիտա ջան։ Համբերություն քեզ, բալիկս։ Ինչի՞ եք ինձ ցավակցում։ Վլադի պահով էլի, մեղք էր։ Չես տեսնում, չարչարվել ոտից գլուխ սև ենք հագել։ Հարգանքի նշան է էլի։ Բայց ինչի սև։ Դե մունի մարդն ասեց էլի հարգանքի նշան է։ Մերսի որ եկել եք, հիմա կարա գնաք։ Կարմեն Զիտաս շատ է հուզված և սրտացավ մարդկանց վերաբերմունքը ճիշտ ընկալել չի կարողանում։ Так что կներեք, հա։ Հալի հասկանալի է խեղճ երեխեն նոր ամուսնացած մեկ երաս ու ամուսնուն կորցնել շեմինա կանգնած։ Կոստիկը ջան, շատ սիրելն էլ էտա, ոնց որ դու ինձ։ Լսեք դուք լրիվ եք գժվել, ես իմ ամուսնուն չեմ կորցրել, մտրատ եղեք ստեղից։ Աղջիկս չի կարելի։ Ոչինչ, անգին ջան, երեխեն հուզված է, թող ասի հանգստանա։ Հա, դա առողջ հրարա, իսկ ես պարագայում նույնիսկ անհրաժեշտ, լավ է ծախեչ իսկ, մենք կարող ենք Վլադին մեր հրաժեշտը տալ։ Մամա գիժ են սրանք, իմ ամուսինը չի մեռել։ Նա всякий եմ հագել։ Ձեր վրայի ժան չի նստի, թե քո քթերից են բերելու Ադամ Գյորգիչ, թե քո տխմար ու գիժ հարսի, դուք սպասեք, դեռ պատասխան եք տալու, ոչ մեկ մարդան չենց չի ստորացրել։
Իմ գեղեցկությունը, իմ ջահել օրերը քեզ տամ, որ ապահոված կյանքով ապրեմ, որ այսօր ինձ շան նման դուրս շպրտես, հա? Չէ, մարդայից տենց հեշտ չեն ազատվում, չի ստացվի։ Պապ, ինչ եղավ։ Ոչ մի բան աղջիկ ջան, դու հանգիստ քնի։